Զուգարանակոնք, ներքնակ, բազմոց ու անգամ ճամպրուկ, ինչ ասես չես տեսնի Երևանի աղբարկղերի կողքին։ Խոշոր աղբը, որը չի տեղավորվում աղբարկղերում, քաղաքացիները դնում են դրանց կողքին, հաճախ չիմանալով, թե ում դիմեն, որպեսզի չմնա բակում։ Աջափնյակ եւ Արաբկիր վարչական շրջաններում մատների վրա կարելի է հաշվել աղբամանները, որոնց կողքին կուտակված շինաղբ կամ կահույք չկա։ Այն վաղ տեղ կար, տանում էիր, թափում էիր։ Իսկ հիմա թե փակվել է, տարածքը տեղ չկա, երևի չեն ուղամ, ուր տանեն թափեն, բերում են լցում ես տեղ։ Շատ հաճախ եմ նկատում, ահա որ վրդովված եմ, քանի որ աղբի աշխատողները պարտավոր չեն այս աղբը վերցնեն։ Ու բանը դրանումն է, որ երբ են բերում, երբ են գցում, նույնը Խաչատրյանի վրա է։ Մի երկու օր առաջ տեսել եմ էլեկտրական ինչ-որ մեքենաներ են, բաց։ Ես չգիտեմ ինչ էր, այս աղբը դա է թափել։ Թափթփուկների մեկն են էլի, այս ինչ է, այս վիճակը, այն վիճակը, ուրիշ ինչ, սա աղնուի Զիբիլանոսն է։ Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում ՀՕԱԿ-ը խոշոր աղբի տեղափոխման համար պատասխանատվություն չի կրում։ Մեր տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես են ՀՕԱԿ-ի աշխատակիցները աղբի տեղափոխման ժամանակ աղբամանից կահույքի մասեր նետում։ Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում ՀՕԱԿ-ն այս պահին տնօրեն չունի։ Օրեր առաջ ՀՕԱԿ-ի տնօրենի պաշտոնից Մալաթիա Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար նշանակված Սաշակ Ատվալյանը բացատրում է. Երևանի բնակիչները վճարում են բացառապես կենցաղային աղբի տեղափոխման համար, իսկ շինարարական եւ խոշոր աղբ գեներացնելու դեպքում քաղաքացին իր միջոցներով պետք է նուբարաշեն տեղափոխի աղբը։ Միաժամանակ խոշոր աղբի հեռացման հարցերով քաղաքապետարանի հետ մինչև տարեվերջ պայմանագիր ունի Դավարս ընկերությունը։ Վարչական շրջանի կոմունալ բաժինները տեղեկացնում են Դավարս ընկերությանը, որ մենք այս հասցեներում ունենք շինակ, բայց քանի որ Դավարս ընկերությունը ինքը եւս գիտի, որ միջև տարեվերջ սպառվում է այդ պայմանագիրը, ըստ էության նաեւ ունի տեխնիկական խնդիր, համապատասխան քանակի ավտոմեքենաներ եւ տրակտորներ չունի, որի արդյունքում այս խնդիրների առաջ են գալու։ Իրենց ռեսուրսը այս պայն չի բավականացնում քաղաքում առկա խնդիրը լուծելու համար։ Տասնյակ աղբամաններից մեկի մոտ տեսանք Աջափնյակի կոմունալ բաժնի աշխատակիցներին, որ կարգի էին բերում աղբամանների շրջակայքը։ Մեր ընտրությունն ու ցանկությունն է մաքրել տարածքը, ասում են աշխատակիցները։ Դե թող մեքենա հատկացնեն գան տանեն, ես ինչի նման է։ Այսինքն առանձին մեքենաներ չկան, որ տանեն։ Դե իմի մենք ինչ անենք, մեր գործը չի, բայց անում ենք, որպեսզի մաքուր մնա։ Դավարս ընկերության եւ Երևանի քաղաքապետարանի միջև վերջին պայմանագիրը կնքվել է այս տարվա փետրվարի 26-ին։ Համայնքը 22 միլիոն դրամ է ծախսել, որի դիմաց ստանում է նման պատկեր։ Սակայն հաջորդ տարվանից Երևանն այլևս չի վճարի Դավարս ընկերությանը։ Կատվալյանը փոխանցեց համայնքն ինքն է զբաղվելու խոշոր աղբի տեղափոխման հարցերով։ Արդեն ձեռք է բերել բեռնատար մեքենաներ ու տրակտորներ, որոնք մոտ ամիսներին կհասնեն Երևան։ Մինչ այդ, սակայն, հին կահույքն ու շինարարական թափոնները շարունակում են օրերով, երբեմն էլ շաբաթներով մնալ բակերում, վերածելով դրանք աղբավայրերի։ Սերակ Յուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։